Եվ նրա մոտ ուղարկեցին փարիսեցիներից և հերովդեսականներից ոմանց, որպեսզի նրան խոսքով որսան։ Եվ նրանք եկան ու նենգությամբ հարց էին տալիս և ասում. «Վարդապետ, գիտենք, որ դու ճշմարտասեր ես և չես քաշվում ոչ ոքից, որովհետև մարդկանց աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծո ճանապարհն ես ուսուցանում։ Արդ ասա մեզ, օրինավոր է հարկ տալ կայսրին, թե ոչ, տանք, թե չտանք»։ Հիսուս իմացավ նրանց կեղծավորությունը և ասաց. «Ինչու եք ինձ փորձում, կեղծավորներ, ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ»։ Եվ նրանք բերեցին, և նրանց ասաց. «Ումն է այս պատկերը կամ գիրը»։ Եվ նրանք ասացին նրան. «Կայսրինը»։ Հիսուս պատասխան տվեց և ասաց նրանց. «Գնացեք, տվեք կայսրինը կայսեր և Աստծունը Աստծուն»։ Եվ զարմացան նրա վրա։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր մենք ընթերցում ենք Մարկոսի ավետարանի 12-րդ գլխից։ Մենք արդեն գիտենք, հասել ենք այն շրջանը, երբ Հիսուս Քրիստոս վերջին իր ուսուցումներն է փոխանցում Երուսաղեմում և ահա պիտի գնա դեպի խաչելություն, և անցած անգամ մենք տեսանք, թե ինչպես են փարիսեցիները, հրեաները, օրենսգետները, Սինեդրիոնի ներկայացուցիչները գալիս փորձելու Հիսուս Քրիստոսին, և ահա այստեղ մենք տեսնում ենք հաջորդ փորձությունը, որով նրանք փորձում են որսալ Հիսուս Քրիստոսին, և տեսեք, թե ինչ է ասում. «Եվ նրա մոտ ուղարկեցին փարիսեցիներից և հերովդեսականներից ոմանց, որպեսզի նրան խոսքով որսան»։ Փարիսեցիների մասին անցած անգամներ արդեն բազմաթիվ անգամ խոսել ենք, գիտենք ովքեր են փարիսեցիները, նրանք են, ովքեր Աստծո օրենքը ճակերտավոր պահում էին և ավելին Աստծո օրենքների վրա օրենքներ էին ավելացնում և պարտադրում մարդկանց։ Իսկ ովքեր էին հերովդեսականները։ Հերովդեսականները նրանք էին, ովքեր ավելի շատ էին ենթակա կայսրին և կայսրական օրենքներին, քան որևէ մեկը հրեաների մեջ։ Եվ հետաքրքիր է, որ և փարիսեցիները, և հերովդեսականները, որ լրիվ կատարելապես տարբեր բևեռներ էին ներկայացնում, առաջին խումբը իրենց ենթակա էին համարում միայն աստվածային օրենքին և երկրորդ խումբը ենթակա էին իրենց համարում հռոմեական օրենքին, այս երկու խմբերը մեկը մյուսի հետ շատ վատ հարաբերությունների մեջ էին, ատում էին մեկը մյուսին, որովհետև երկու տարբեր բևեռների ներկայացուցիչներ էին, բայց ինչ կարող էին ունենալ այս երկու խմբերը միասին, որպեսզի գան հավաքվեն մի հարցի շուրջ, եթե ոչ Հիսուս Քրիստոսին ամբաստանելը, որովհետև Հիսուս Քրիստոս, ինչպես ընթերցեցինք, խոսում էր բացառաբար ճշմարտությունից և ճշմարտությանը հակառակ էին ինչպես փարիսեցիները, այնպես էլ հերովդեսականները։ Եվ այս երկուսը, որ ատում էին մեկը մյուսին, միասին գալիս են Հիսուս Քրիստոսին փորձելու։ Եվ այստեղ շատ հետաքրքիր բառ է օգտագործվում, նրանք ոչ միայն գալիս են Հիսուս Քրիստոսին խոսքով փորձելու, այլ ինչպես ավետարանիչն է ասում, որսալու։ Եվ այս բառը, որ հունարենում է օգտագործված, բնօրինակում եզակի անգամ է հանդիպում, այսինքն այլ տեղ Աստվածաշնչում այս որսալ բառը հունարենը չեն գտնում։ Ինչ է այս որսալ բառը նշանակում։ Հին ժամանակներում, երբ որ մարդիկ պիտի մի որևէ կենդանի որսային, որը իրենցից բնականաբար ավելի ուժեղ էր, նախապես որոշակի նախապատրաստություն էին տեսնում։ Ցցեր էին խփում, փոս էին փորում, որպեսզի այդ կենդանուն քշեն այդտեղ և այդտեղ նրան սպանեն։ Այսինքն հերովդեսականներն ու փարիսեցիները ոչ միայն գալիս են Հիսուս Քրիստոսին փորձելու խոսքով, այլ նաև շատ հստակ նպատակ ունեին Հիսուս Քրիստոսին տանելու դեպի մահ։ Եվ ահա նրանք գալիս են Հիսուս Քրիստոսի մոտ և տեսեք, թե ինչ են ասում։ Եվ նրանք եկան ու նենգությամբ հարց էին տալիս և ասում. «Վարդապետ, գիտենք, որ դու ճշմարտասեր ես և չես քաշվում ոչ ոքից, որովհետև մարդկանց աչառություն չես անում, այլ ճշմարտությամբ Աստծո ճանապարհն ես ուսուցանում»։ Այլ խոսքերով, այս փարիսեցիներն ու հերովդեսականները հող են նախապատրաստում, ասելու համար, թե Քրիստոսին մենք այն ինչ որ հիմա քեզ հարցնենք, միանշանակ, թե ինչ պատասխանել դու տաս, երկու բևեռների ներկայացուցիչներ կան մեզ հետ և կամ մեկին ես վատություն անելու քո պատասխանով և թշնամանալու նրա հետ և կամ մյուսին։ Եթե ասես, թե մենք հարկը չպիտի տանք, նմանվելու ես փարիսեցիներին, բայց հերովդեսականները և բազմաթիվ մարդիկ, ովքեր հետևում էին նրանց, քեզ դեմ պիտի դուրս գան։ Իսկ եթե հանկարծ ասես, թե պետք է կայսրին տուրք տալ, ամբողջ հրեա ժողովուրդը պիտի քո դեմ դուրս գա։
Եվ տեսեք, թե ինչ են ասում, դու ճշմարտ ասել ես, ճշմարտությունն ես խոսում և չես մտածում, որ մարդկանց կարող ես դրանով վիրավորել կամ նեղացնել։ Բնականաբար Հիսուս Քրիստոսի պես որևէ մեկը երբևիցե մարդկանց մասին չի մտածել, բայց Հիսուս Քրիստոս ամեն անգամ, երբ ճշմարտությունն է ասել, անկախ նրանից մարդիկ կհավանեն, թե չեն հավանի, ասել է հենց այդ մարդկանց հոգիների փրկության համար։ Եվ այստեղ էլ, երբ նրանք այս հողը նախապատրաստում են, ասելու, թե մենք հիմա քեզ հարց ենք տալու, եւ դու ինչպես էլ պատասխանես, մենք քո դեմ դուրս ենք գալու եւ քեզ որսալու ենք։ Այս նախապատրաստությունից հետո, երբ հարցը տալիս են, ինչ պիտի անենք, մենք պիտի կայսրին հարկ տանք, թե ոչ, Հիսուս Քրիստոս տեսեք, թե ինչ է պատասխանում։ Դուք բոլորը գիտեք, որ հրեաները գտնվում են հռոմեական կայսրության իշխանության ներքո, եւ ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ չի ցանկանում լինել որևէ մեկի իշխանության ներքո։ Այսինքն, ինչպես մենք, այնպես էլ բոլոր ազգերի ներկայացուցիչները, այնպես էլ հրեաները ցանկանում են ունենալ ամբողջությամբ անկախ պետություն, բայց գտնվում են հռոմեացիների լծի տակ եւ բավարար չէ այն, որ նրանք հպատակ էին հռոմեացիներին, բավարար չէ այն, որ հռոմեացիները նրանց գրավել էին, նրանք գումար էին տալիս, որպեսզի հռոմեացիները կարողանան իրենց աշխատանքը առաջ տանել։ Եվ տեսեք, թե ինչ է ասում Հիսուս Քրիստոս։ Նախ ասում է, թե նա իմացավ նրանց կեղծավորությունը, այսինքն պարզ էր Հիսուս Քրիստոսի համար, թե ինչի համար են գալիս այս երկու խմբերի ներկայացուցիչները։ Եվ ասում է, ինչու եք ինձ փորձում կեղծավորներ։ Այո, այնինչ ասում եք, որ ես ճշմարտության կողմնակիցն եմ, որ ես միշտ ճշմարտությունն եմ քարոզում, ճիշտ է, բայց դուք այդ ճշմարտությունը չեք ասում ինձ նրա համար, որովհետև ես ճշմարտության ներկայացուցիչն եմ, այլ որովհետև դուք, ինչպես շատերը, ճշմարտությանը սուտը խառնելով փորձում եք ինչ-որ մի եզրահանգման հասնել։ Ասում եք մի բան, բայց մտածում եք ամբողջությամբ այլ բան։ Այն, ինչ հնչում է ձեր բերանից ճշմարտություն է, բայց այն, ինչ թաքնված է ձեր խոսքերի ետևում, բացարձակապես չի համապատասխանում նրան, թե ինչ եք դուք ասում։ Հետևաբար դուք կեղծավոր եք։ Եվ տեսեք, թե ինչ է ասում Հիսուս Քրիստոս. ինձ մի դահեկան բերեք, որ տեսնեմ։ Դահեկանը այն գումարն էր, որը հրեաները օգտագործում էին, երբ գտնվում էին հռոմեական իշխանության ներքո, եւ մեկ դահեկանը մեկ մարդու օրվա մի ամբողջ վարձը կարող էր լինել։ Եվ հետաքրքիր մի բան, Հիսուս Քրիստոս ինքը իր մոտ այդ դահեկանը չուներ։ Եվ նրանց ասում է, դուք ինձ հարց եք տալիս, արդյոք մենք պիտի կայսրին հարկ տանք։ Այն դահեկանը, որոնք որ նրանք ձեզ տվել են, որպեսզի դուք կիրառեք։ Ես չունեմ ինձ մոտ դահեկան։ Դուք ունեք։ Ինձ մի դահեկան բերեք, որպեսզի տեսնեմ։ Եվ նրանք բերում են, եւ նա նրանց ասում է. ում է այս պատկերը կամ գիրը։ Դահեկանների վրա կար կայսրի պատկերը եւ կար գիր, որը խորհրդանշում էր այդ կայսրին։ Եվ հետաքրքիր է, թե ինչ էր գրված այդ դահեկանի վրա։ Գրված էր անունը եւ գրված էր նրա կոչումը։ Իսկ հռոմեական կայսրության մեջ այդ ժամանակ արդեն սկսվել էր կայսերների պաշտամունքը։ Այսինքն այն կայսրերը, որոնք մահանում էին, համարվում էին աստվածացած եւ նրանց պաշտում էին։ Եվ այն կայսրը, ում պատկերը որ կար դահեկանի վրա, արդեն իսկ մահացած էր եւ աստվածացած էր հռոմեացիների համար, եւ այնտեղ գրված էր նրա անունը եւ գրած էր, որ նա ունի աստվածային զորություն։ Այսինքն դահեկանի վրա գրված էր, այսինչը Աստծո զորություն ունեցողը աստվածայինը, որը ղեկավարն է ոչ միայն կայսրության, այլև ողջ քահանայության։ Հռոմեական իշխանության մեջ կայսրները, քանի որ դառնում էին պաշտամունքի առարկա, նրանք համարվում էին ղեկավար ոչ միայն կայսրական աշխատանքների, քաղաքական աշխատանքների, այլ նաև նույն կայսրը համարվում էր գերագույն գլխավոր քահանայապետ, եւ ղեկավարն էր համարվում նաև կրոնական կողմի, եւ որի արդյունքում էլ եւ Աստվածանում էր։ Եվ տեսեք, թե ինչ է Հիսուս Քրիստոս ասում. ում է այս պատկերը կամ գիրը, կայսրինն է, եւ նրանք պատասխանում են, ասում են կայսրինն է, եւ որտեղ գրված է, որ կայսրը աստվածային է։ Եվ տեսեք, թե Հիսուս Քրիստոս ինչ է նրանց ասում. գնացեք, տվեք կայսրինը կայսեր եւ Աստծունը Աստծուն։ Երբ նրանք բերում են այս դահեկանը, որով իրենք էլ իրենց ապրուստն էին ապահովում եւ իրենց առօրյան էին կազմակերպում, Հիսուս Քրիստոս ուղղակի մատնանշում է անում. այդ դահեկանի վրա գրված է, որ կայսրը աստվածային է, բայց Աստված չէ։ Դուք բերում եք ինձ մի դահեկան եւ հարց եք տալիս քաղաքական կողմի մասին, որը իր մեջ պարունակում է նաեւ կրոնական կողմ։ Ես ձեզ ասում եմ, դուք կայսրին եք կայսեր, այսինքն այն, ինչ դուք պարտավոր եք անել իբրև քաղաքացիներ,
իբրև ենթականեր հռոմեական կայսրության, արեք, որովհետև դա օրենքն է, որին դուք ենթակա եք, բայց դուք Աստծունը նաև Աստծուն։ Եվ եթե կայսրինը այս դրամն է, այս դահեկանն է, աշխարհիկն է, Աստծունը ավելին է, քան թե դրամ։ Աստծուն ենթակա են բոլորը, այդ թվում նաև կայսրը։ Եվ եթե մենք նայում ենք իրականում եւ համեմատում ենք, տեսնում ենք, որ մենք կյանքում ունենք երկու տեսակի օրենքներ։ Մենք ունենք պետական օրենքներ եւ մենք ունենք հոգեվոր օրենքներ։ Եվ որևէ մեկին ենթակա լինելը չի արտոնում մեզ խախտել մյուս օրենքը։ Եթե մենք պետական օրենքով ենթակա ենք որոշակի քայլերի, մենք պետք է այդ քայլերը անենք, որովհետև դա այն օրենքն է, որը կա։ Մենք մեր ընտրություններով, մենք լինելով քաղաքացի տվյալ երկրի, ընտրում ենք նաև այդ օրենքները, եւ որևէ մեկը ազատված չէ օրենքին ենթակայությունից։ Բայց այստեղ այլ հանգամանք է տեղի ունենում։ Ինչպես այս փարիսեցիները եւ հերովդեսականները կեղծավորություն էին անում, երբ Հիսուս Քրիստոսին մոտենում էին եւ ասում էին, թե դու ճշմարտասեր ես, այդպես էլ այս դրամի պարագային էր։ Երբ հրեաները այդ կամ առհասարակ մարդիկ այդ հռոմեական դահեկանները օգտագործում էին եւ կիրառում էին եւ ունենում էին, նրանք ընդունում էին կայսրին իբրև քաղաքական ղեկավար եւ իբրև կրոնական ղեկավար։ Հիսուս Քրիստոս այստեղ ասում է, այստեղ մենք պետք է կանգ առնենք։ Այնինչ քաղաքական է, չի կարող լինել հոգևոր։ Այնինչ քաղաքական է, պետք է մնա քաղաքական դաշտի մեջ, պետական դաշտի մեջ, այնինչ հոգևորը պետք է մնա հոգևոր դաշտի մեջ։ Եվ ի տարբերություն, եթե համեմատենք այս երկուսի, հոգևորը տարածվում է նաև մեր պետության վրա, բայց պետությունը չի տարածվում հոգևորի վրա։ Եվ այստեղ էլ տեսեք, թե ինչ եք դուք անում։ Դուք օգտագործում եք դրամ, որտեղ կայսրին հրճակում եք պետական եւ հոգևոր գերագույն մարմին, այդպես չէ։ Այդ կայսրին պատկանում է միայն դահեկանը, այդ կայսրին պատկանում է միայն դրամը, այդ կայսրին պատկանում է միայն այն, ինչ նա տվել է ձեզ եւ դուք ընդունել եք։ Իսկ Աստծուն պատկանում է ամեն ինչ, այդ թվում նաեւ ձեր կյանքը, այդ թվում նաեւ ձեր միտքը։ Հետևաբար տվեք կայսրին կայսերը, բայց տվեք նաեւ Աստծունը Աստծուն։ Եվ որևէ բան չի կարող ձեզ արդարացնել չտալու համար Աստծունը Աստծուն եւ ոչ էլ կայսրինը կայսեր։ Նրանք ապշում են Հիսուս Քրիստոսի այս պատասխանից եւ հեռանում են։ Ինչն էր այս ամբողջ խնդիրը, երբ նրանք մոտենում են Հիսուս Քրիստոսին։ Կրկին Հիսուս Քրիստոս ճշմարտասեր էր, խոսում էր ճշմարտությունը, ցանկանային նրանք դա, թե չցանկանային։ Եվ այս երկու խմբերը բնականաբար մեկը մի թևն էր հարում, մեկը մյուս թևը։ Եվ Հիսուս Քրիստոս պիտի տար այնպիսի պատասխան, որ եւ մի թևը ստանար իր պատասխանը առանց հնարավորություն ունենալու Քրիստոսին երկրորդ հարցը տալու եւ մյուս կետը, որովհետեւ նրանք երկուսն էլ գալիս էին Հիսուս Քրիստոսին փորձելու։ Տեսեք, երբ մենք այս պատմությունը ընթերցում ենք, երբ ես այս պատմությունը ընթերցում էի, մեկ ուրիշ դրվագ եկավ իմ մտքին, հենց նույն Աստվածաշնչից, երբ մարդիկ, հեթանոսները պիտի գային դեպի քրիստոնեության, ինչ է տեղի ունենում։ 5 տականում կամ բազմաթիվ օրենքներ, որոշակի բաներ արգելված էր հрьяաներին։ Բայց երբ մարդիկ, հեթանոսները պիտի գային դեպի քրիստոնեություն, որոշ մարդիկ կարծում էին, թե այս հեթանոսները պիտի գան դեպի հրեություն եւ հրեությունից գան դեպի քրիստոնեություն։ Այսինքն այն բոլոր արգելքները, որոնք որ կային 5 տակարանում, պետք է անցնեին նաեւ քրիստոնյաներին։ Նրանք նույնպես պիտի պահեին բոլոր արգելքները, որոնք ունեին հрьяաները։ Բայց երբ տեղի ունենում առաքելական ժողովը, առաքելական ժողովի ժամանակ ասում են, թե հարկ չկա պատնեշներ կառուցելու Աստծո եւ մարդկանց միջև, նրանք ովքեր գալիս են հրեությունից դեպի Աստված, թող պահեն իրենց օրենքները, նրանք ովքեր գալիս են հեթանոսությունից դեպի Աստված, թող պահեն որոշակի օրենքներ։ Մի քանի օրենքներ են սահմանվում, որոնցից մեկը հետեւյալն է. կրապաշտական զոհաբերություններից չճաշակել։ Այսինքն հեթանոսները, որ գալիս էին դեպի քրիստոնեություն, նախքան քրիստոնեության գալը, կուրքերին զոհեր էին մատուցում եւ այդ զոհը ճաշակում էին իբրև կրապաշտական զոհաբերություն։ Եվ այս առաքելական ժողովը սահմանում է, ասում են, նրանք ովքեր հեթանոսությունից գալիս են դեպի քրիստոնեություն, կրապաշտության հետ որևէ կապ պիտի չունենան։ Հետևաբար չպիտի նաեւ ճաշակեն այն զոհը, որը մատուցվում է այս կամ այն չաստծուն։ Պողոս առաքյալը հետաքրքիր մի խոսք է ասում։ Ասում է, ես կարող եմ ուտել այդ միսը, որովհետև դա իմ համար զոհաբերություն չէ, այլ ընդամենը միս։
Մենք այս պատմությունը երբ ընթերցում ենք, բայց ի դեպ ասում է, եթե իմանամ, որ իմ եղբայրը կգայթակղվի նրանից վերեսուտում եմ այդ միսը չեմ ուտի։ Մենք այս պատմությունը երբ ընթերցում ենք, հասկանում ենք, որ մենք կյանքում հաճախ կանգնում ենք ընտրությունների առաջ։ Մեր առջև դրվում են որոշակի բաներ եւ մենք պիտի ընտրենք դեպի աճ կամ դեպի ձախ։ Եվ այստեղ Պողոս Առաքյալը եւ Հիսուս Քրիստոս նախքան Պողոս Առաքյալը այս դրվագի բացատրությամբ երբ ասում է, թե տվեք Կայսրինը Կայսեր եւ Աստծուն Աստծուն, բացատրում է, թե ոչ թե կարևոր է այն, ինչ եք դուք անում, այլ կարևոր է այն, թե ինչ մտքով եք դուք անում։ Ինչի համար եք դուք ինձ ասում Աստված ճշմարտասեր, որովհետեւ ընդունում եք, որ ես ճշմարտության հետևորդն եմ եւ քարոզիչը։ Ոչ։ Ինչի համար եք դուք Կայսրին այդ պատկանելիք տուրքը տալիս կամ դրան օգտագործում, որովհետև սա ձեր համար ընդամենը ապրուստի միջոց է, ոչ։ Դուք ենթարկվում եք Կայսրին, ոչ միայն նրա համար, որպեսզի ձեր ապրուստը վաստակեք, այլ ուղղակի, որովհետև նրա գաղափարները կիսող եք։ Եվ նույնը այստեղ է Հիսուս Քրիստոս մեզ բացատրում, թե այնինչ դուք պիտի անեք, արեք, բայց երբեք այնինչ անում եք, չար մտքով մի արեք։ Ի վերջո ամեն բան այս աշխարհում կարելի է կիրառել ի բարին եւ ի չար։ Նույն դանակով մենք կարող ենք հաց կիսել եւ տալ աղքատներին, եւ նույն դանակով մենք կարող ենք մարդկային կյանքեր խլել։ Եվ ամեն ինչ մեր լեզվից սկսյալ, նույն լեզվով մենք կարող ենք մեր խոսքերով մարդկանց հասցնել մահվան դուռը, եւ այդ նույն լեզվով մահվան հուսահատության առջև կանգնած մարդուն մենք կարող ենք հետ բերել։ Եվ շատերը մեզ կհասկանան, իսկ շատերը չեն հասկանա։ Շատերը կփորձան որսալ, շատերը կփորձան դատապարտել, իսկ շատերը ուղղակի կհետևեն մեր օրինակին։ Եվ այսօր Հիսուս Քրիստոս մեզ ասում է, թե ինչ որ անում եք, արեք օրենքին համապատասխան, Աստծո օրենքները ձեր աչքերի առաջ ունենալով։ Եթե պիտի Կայսրին հարկ տվեք, բայց երբեք Կայսրին մի աստվածացրեք ձեզ համար, որովհետև կա միայն մեկ Աստված եւ այլ Աստված գոյություն չունի։ Եվ միայն այդ մեկ Աստծուն ենք մենք պաշտպանում։